Անդոնյան, այսօր Գագիկ Ծառուկյանը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Արագածոտնի մարզի բնակիչներին։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Իրականում երեք արդեն խոսել եմ այս մասին, նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը ենթե ամփոփելու լինենք, ապա պետք է գնահատեմ, որ նաև տարբեր դիտորդական կազմակերպությունների եւ սոցիոլոգիական հարցումների տվյալներով բացառապես իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն են խախտում բարեկրթության եւ կառուցողական քարոզարշավ իրականացնելու նորմերը, իսկ ընդդիմությունը հանդես է գալիս կառուցողական գնահատականներով։ Ես շատ ցավում եմ, որ այսօր հերթական դրսևորման ականատես եղանք, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը վաղ առավոտյան այդպես ներքնաշորերի ցուցադրությամբ էր զբաղված տարատեսակ տպագրություններով։ Իմ մոտ օբյեկտիվ հարց առաջացավ, թե ինչով է սա պայմանավորված այդ ներքնաշորերի ցուցադրությունը։ Հետո օրվա երկրորդ կեսին արդեն պարզ դարձավ, երբ Երևան քաղաքի կենտրոն համայնքում բնակիչներից մեկի հարցինի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքներից հերթական անգամ զիջումներ են արվելու եւ հերթական տարածքներն են նվիրաբերվելու Ադրբեջանին։ Երևի թե որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում փաստացի Նիկոլ Փաշինյանը այսօր խոստովանել է, որ նույն Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։ Միանգամայն պարզ է դառնում իշխանությունների այս տարատեսակ շոուներ անելու գործելավոճը, որովհետև բնականաբար երբ նույն օրվա ընթացքում քաղաքամար Երևանի քաղաքապետը նման անլուրջ պահվածքով է հանդես գալիս եւ դրան զուգահեռ վարչապետը անում է հայտարարություն այն մասին, որ Տիգրանաշենը մասնավորապես հանձնվելու է Ադրբեջանին, արդեն հասկանալի է դառնում, որ պարզապես սա այսպես հնարք է, քարոզչական հնարք է հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու։ Սա այս մասով կարող եմ ասել, իսկապես ցավալի է, որովհետև նույն Տիգրանաշենի հանձնումը սարսափելի հետևանքների է հանգեցնելու, որովհետև փաստացի մեր հանրապետությունը կիսելու է երկու մասի։ Սա բոլոր բանական մարդկանց համար, բոլոր մեր հայրենասեր քաղաքացիների համար կարծում եմ սարսափելի իրողություն է եւ փոխարենը անվտանգային այս լրջագույն հարցերի վրա ուշադրությունը այսպես գրավելու եւ այս մասին մտածելու, երբ որ ընդդիմությունը խոսում է, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոսում է անվտանգության երաշխիքների մասին, երբ որ խոսում է երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին, ինչ է անում իշխանությունը, ընդհանրապես կարճում է այս կամ այն արտահայտությունից, կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների մեջ առանձնացնում է այս կամ այն երկրի անունը, երբ Գագիկ Ծառուկյանը խոսում է անվտանգության երաշխավորների մասին, խոսում է Ռուսաստանի մասին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, Չինաստանի մասին, Հնդկաստանի մասին եւ իթիվս այլ երկրների, նշում է նաեւ տարբեր երկրների անուններ։ Իշխանական քարոզչամեքենան այսօր իր ֆեյքերի փոակով եւ իր ձեռնասուն падգամավորների միջամտությամբ այսօր լծվել են կոնկրետ արտահայտության վերլուծությանը։ Իսկապես ողբերգությունը եւ ամոթ։ Շատ ցավում եմ իշխանության ներկայացուցիչների համար, որ նրանք ընտրել են այս գործելավոճը, բայց հանրության ուշադրությունը շեղել չի ստացվելու։ Բոլորը արձանագրել են փաստը, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի այսօր խոստովանել է, որ այո, հանձնվելու է Տիգրանաշենը եւ ոչ միայն Շենը։ Եվ պետք է բոլորի ուշադրությունը հրավիրել հենց այս փաստի վրա։